Չէր։ Ուրեմն, բարև աղջիկներ, ինչպես եք։ Լավ եք։ Այսօր պիտի խոսենք վերականգնենք ասենք անցյալ անգամ բախոսազնուս մասին։ Ասենք որ բժիշկ մգար ասկե մոդ 100 տարի չեղավ ավելի պակաս եւ մեքենանը հնարած է անունը իր անունով գոչված է։ Այդ մեքենային անունը Ռայֆ է։ Եվ հիմա այդ մեքենային Կրետը չգա, բարև հերա, Կրետը չգա, մեկ երկու հատ մնացած է ամեն աշխարհին վրա։ Okay, ուրեմն, աս մեքենան ինչ կնե։ Աս բժիշկը որ գա, գիտած է որ ամեն մեկ հիվանդություն իրեն համեմատ ֆրիկվենսին ունի։ Եթե այդ ֆրիկվենսին դրվի, այդ հիվանդությունը կբժշկվի։ Նույնիսկ իր մեքենայով, ասի խոսացան գասկարաջ, ագրա փուզանեցնելու ֆրիկվենսին գա, այսինքն մեկը ագրա զարա անելու դեղ այդ ֆրիկվենսին գտնե իր լինդին օրական չեմ գիտեր 10 վայրկյան 6 ամիս վերջ արդյունք կտեսնե եւ YouTube-ի վրա նույնիսկ կանադայի մեջ լիբանանցի բժիշկ կա եւ հին ժամանակ նկարված վիդեո մնա, այսինքն 20 տարի առաջ նկարված վիդեո մնա, որ այդ լիբանանցի ադամնապուժը գխոսի աս քյուդիմ մասին։ Ուրեմն հիմա Ռայֆ մեքենան չգա, բայց application գա, որ նույնպես ֆրիկվենսիները կան վրան եւ ասենք թե ինչ գիտնամ մեգումը չիղերը գծավին որ ասենք թե կանալ Կարպյան ունի օրինակ կուտամ, որ գպնդրե որ մեկ ֆրիկվենսին է եւ գտնե եւ օրական մդիկ պիտնե չեմ գիտեր որ չափ ժամանակի վրա եւ այդ հարցը գլուծվի։ Ուրիշ մեկը չեմ գիտեր որ փոքումներ ունի արյունի մեջ այդ ֆրիկվենսին գտնե գլավան։ Ամեն կրետը ամեն հիվանդություններուն համար ֆրիկվենսիները գրված են։ Հիմա գսեմ որ այդ ֆրիկվենսիները պետք է իր ֆոնով մտիգնենք գամ եթե մեր վրա կա ավելի լավ է, բայց քանի որ հիմա այդ մեքենան չի գա, բարձրապես մտիկ ընելով գլագոտ եւ սուղ չէ, այսինքն աս application-ը ամիսը չեմ գիտեր քանի դոլար է, այսինքն եթե մեկը գեհդակրե գրնամ յետ վերհիշը application-ին անունը։ Okay, ուրեմն Ռայֆը այդ անցն է, որ կտած է, որ ամեն մեկ հիվանդություն իրեն համեմատ ֆրիկվենսին ունի եւ այդ ֆրիկվենսին մտիգնելով հիվանդությունը կոչնչացնի։ Ուրիշ ինչ պիտենք։ Ռայֆը խոսեցանք, լավ, ուրիշ նետմը։ Ինչատ ուրիշ պամագար միտքս։ Ուրեմն, ուրիշ նետմը, որ կարծեմ խոսեցանք անցյալ անգամ, որ հավանաբար ամբերը, որ մեր երկինքին մեջ են, information գամփարեն, okay, ասիգար թեր քիչմը ինձ համարալ նոր կաղապարել, մանրամասնություն չեմ գիտեր, բայց չեմ գիտեր ինչ information բահեն իրենց մեջ, եւ շատ հավանաբար նույն պատճառով կոմպյուտերի ինտերնետի աշխարհի մեջ, եթե գիտեք չեմ գիտեր, cloud system-ը կա, այսինքն ինչպես կոմպյուտերի մեջ գտնակ բահել hard drive-ին վրա ծեր ֆայլերը, նույնպես ասենք թե եթե դուք չեք ուզեր որ կոմպյուտերի մեջ բահել եւ գամ hard drive չեք ուզեր որ քնել ավելորդ եւ կոմպյուտերին կով տնել, գտնակ online cloud քնել եւ այդ ծեր ունեցած ասենք թե դուք ընկերություն մնեք այդ information-ը գտնակ դրամով cloud-ի վրա բահել։ Okay, նույն գաղափարը արած են, cloud դրած են անունը, եւ գնա շատ հավանաբար, այսինքն գիտեն որ ինչ որ մեր շուրջը գա, մի կարծեք որ բադահապար են, ֆիլմերը որ գտիտենք, բարերը որ դրված են, թամը չգա որ բադահապար է, ամենը premeditate են, այսինքն մտածված դրված են, ուրեմն ադոր համար նույնպես cloud system-ը, որ ինտերնետի մեջ մենք կկորածենք հիմա եւ մեջը գամփարենք մեր information-ները, հավանաբար երկինքի մեջ եղած ամբերը
գբարունագեն ուրիշ information-ներ, որ չեմ գիտեր ինչ են։ As information system-ի մասին ասկերաչ խոսած ենք Akashic records-ներում մասին։ Գիշեք, մեկը գիշե Akashic record-ները ինչ են։ Ուրեմն Akashic record-ները գսվի որ երկինքի մեջ, ասենք դա դերմն է, որ ինչ որ եղած է աշխարհի վրա, մեր կյանքերում մեջ, մեր անցյալ կյանքերում մեջ, ամենը հոն քրանցված են։ Եվ սկզբունքով մենք չենք կնար այդ information-ին հասնել, բայց եթե ասենք թե meditation-ով խնդրեք, որ որոշ բան մտքնակ, ցեզի գդրվի այդ information-ը Akashic record-ներն։ Okay։ Ուրիշ կաղապարմը, երբ որ ասենք թե մեկը ցեզի խդմե մգնե, այսինքն favor մգնե, միշտ փորձեցեք թիմացը այդ favor-ը վերադարձնել։ Արդեն ասուգա մենք մեր սովորական կյանքի մեջ գնենք, գիտեմ ամեն մարդ գնե։ Օրինակի համար եթե մեկումը քիչմը զապկվա կուքի դվիկ տապրվերով, ինքը տապրվերի մեջ բամը գլեցնե եւ գվերադարձնե, չէ։ Նույն կաղապարն է, երբ որ մեկը ցեզի օգտակար կդառնացեվը, ամբանան դուք թիմացը փորձեցեք այդ իր ռած favor-ը ուրիշ favor-ով վերադարձնել, որովհետեւ իրեն բարդական չմնաք։ Okay, ասի exchange system-ի մասին։ Ուրեմն դիգին ասնիվը մեզ մե հերացավ, ուսամ ետ կուքաշուդով, գերևի ինտերնետը լավ չեր, քիչ մտեր շարունակեմ, առաջ որ այսօրվա նյութը սկսենք, հիմա մենք մեր կյանքի մեջը շատ մարդոց կհանդիպենք եւ կտեսնենք, որ իրենք մեզի չափ չեն գիտեր, մեզ մեջ շատ հերույ են, դարբեր կմտածեն, պետք չէ մենք իրենց փորձենք շատ համոզել մեր գաղափարները, որովհետև ամեն մեկ անձ ինքն իր ճամփան ունի, այսինքն եթե դուք ասենք թե հիմա մեր այսօրվա նյութերը կհասկանաք, որ ասել չէ որ ձեր դրացին պիտի հասկանա։ Okay, գտնա լալ լման սխալ հասկանա, լման սխալ տադեցեզի, ադոր համար ամեն մեկուն ճամփան իրեն համեմատ է, իրեն անձնական ճամփան է, եւ մեկումը վրա պետք չէ, ասենք թե մեկում պետք չէ թադենք, մեկումը վրա պետք չէ խնդանք, եւ իրեն հասկացածին չափ իրեն պետք է տանք։ Հիմա մենք օրինակի համար մեր կյանքի մեջը մեզ մեջ շատ ավելի խելացի մարդիկ կան, չէ՞։ Բայց այս մարդիկը երբ որ մեզի տեսնեն, մեզի բամը չեն սերետը նկատեք։ Ինչու՞։ Որովհետև գծկեն, որ մենք մեր կարողություններով մենք հասկանանք որոշ գիտելիքներ։ Հիմա ինչ որ գխոսենք, որ դերևս մեր գրոնականները ասոնք գիտեն ամեն։ Բայց ինչու համար ոչ մեկ, ինչ կսեն, խրադի մեջ մեկը չի նշեր ասոնք, կամ ինչու աս information-ները տելևիզիոններն չեն խոսիր, ամեն մարդու համար չէ, հիմա պարկ աստուծո social media-ին, որ ասպաները շատ գխոսվին, որ եւ եթե մեկը փնդրդե արջև բիդել է, բայց տելևիզիոնեն չեն ասել, չեն հայտարարել, ամենուն չեն ասել, ուզեն կախնի բահել, առաջին հերթին, որովհետև երբ որ մարդոց իմաստություն դան, մարդիկ կխելացյանան եւ գնդվզին եւ չեն ընդունիր այլևս, որ ուրիշներ իրենց վրա իշխեն, գուզեն իրենք, ինչ կսեն, independent լալ, անգախ լալ, այո, անգախ լալ, Ուրեմն առաջին հերթին ասոր համար է, որ մեզի ուն կաղապարները չեն սորվեսներ, կախնիկները չեն դար, բարձաբես, որպես մենք խելացի չլանք, իրենց չհաստենք և իրենք միշտ կարողանան ժողովրդին վրա իշխել։ Okay, ասի ամենամեծ բանն է։ Բաջարը։ Okay։ Երկրորդ բաժար դերևս ասեմ, որ աս մարդիկը շատ բարդ մարդիկ են, չեն հասկնար ինչու ասի խոսենք։
Հիմա, գալով այսօրվա նյութին, քանի որ մի քանի հոգի ենք, ուրեմն, այսօրվա նյութը քիչ մը տարօրինակ է, շատ կարևոր է եւ փորձենք աստեղեն մի քանի շաբաթ ամեն մեկերնից առանցին փնդրդուկներն ենք գարտանք եւ երբ որ միանանք իրար հետ խոսենք ասոր մասին։ Հիմա ես ցեզի ասեմ ինչ գիտեմ, իմ գիտածս սահմանապակ է, որովհետեւ քիչ մի լուրջ աշխատանքի կարող է։ Ուրեմն նյութը հետևյալն է։ Երբ որ Սուրբ Գիրքի մեջ օրինակ կսեն Հիսուս Գաբրեր Քալվարի մեջ Քալվարին գազեմ հայերնով փոխոտան է ուրեմն լատիներենով ասել է քանգը okay ուրեմն Հիսուսի բացմությունը անկախ որ իրական բադահած է ինքը սիմվոլներ է ինչ որ կբադահի մեր մարմինի մեջ ամեն ամիս ուրեմն ուղեղի մեջը որոշ բաժիններ կան բաժին մգա որ pineal gland է անում okay pineal gland որ ամեն ամիս նյութ մգա դաթե okay հիմա գսեմ որ այդ նյութը այդ սկզբնական նյութն է որ մեր մարմինին ամեն բջիջները եւ ճղային դրությունը ինքը շինած է ուրեմն այս նյութը որ գշինվի մեր ուղեղի մեջ ամեն ամիս մոտավորապես 2.5 օրվա մեջ պիտի իշնե ուղեղեն ողնահարեն մինչև ողնահարին ամենան ծայրը հոն որ գսենք sacral chakra ամենա առաջին chakran ասենք թե գամալ հնդկերենով կունդալինի գսեմ եւ անգե իդ վերբիկ բարձանա տեբի մեր ուղեղը եւ պիտի իր ջամփուն վրա քյուրեղացնե մեզի մեր մարմինը okay հիմա քյուրեղացնելու համար պետք է մենք լավ կյանք ապրենք եւ այդ գեդերը որ քյուրեղացնելու համար պետք ունենք ծեր գիտած գեդերն այսինքն սուտ պետք է խոսենք ակահ պետք է լանք ինչքան շատ ագեր պետք է լանք սուրբ գիրքի մեջ գրված աս գեդերն են այսինքն 7 հատ չեմ գիտեր եւ at 2.5 օրը ինչպես պետք է գտնանք at 2.5 օրը այն օրերն ամեն մեկ անձի համար դարբեր է լուսինը մեր աստղին մեջ երբ գանցնի այդ օրերն են հիմա ինչպես պետք է գտնանք այդ տվյալները application-ներ կան որ գտնանք ամեն օր լուսինը ուր է ես ավելի ջուրին ծեր մկդա ChatGPT-ին հարցուցի եւ պատասխանեց ինձ որ ամեն ամսվան որ օրերն են որ լուսինը մեր աստղին մեջ է Okay, մեր աստղին կոբեն գանցնի, մեջ են գանցնի, շատ չեմ գիտեր, ասած մանրամասությունները։ Ուրեմն այդ 2.5 օրը հավելյալ ուշադրություն պետք է ունենք, որպեսզի ավելի մաքուր կյանք ապրենք, meditation պետք է ունենք, շնչառություններ պետք է ունենք, որպեսզի այդ Christ oil-ը անում, Հիսուսի յուղ, կամ քրեզմ, կամ anointing oil անախտամը Ձեզի կրեմ ադաշճգան մասի անունը, որ շատ մանրամաս նորեն գխոսի ադոր մասին։ Քելի Մարի Փեր։ Եթե YouTube-ում հանակ, շատ վիդեոներ ունի։ Ես բազմիցս անգամ մտի գրած եմ, բայց դագավին ուղերից մեջ չեմ դպավորված պետք եղած ինչապ Քելի Մարի Քեր, անգլիացի աղջիկ մնե, ինքը տերասանունի է, բայց չեմ գիտեր աս ինվորմեյշնները ուտեղեմ ստացած է, և կիրք կրած է, և վիդյոներ ըրած է, և գրնամ ասել, որ ամենալավ խոսող անցն է աս նյութի մասին,
Okay, ուրիշները իր մեկ առնեն եւ նորեն գործեն։ Հաջիս ամեն հետ ասախչական YouTube-ը բացեք, subscribe եղեք, մտի գրեք եւ կարելի եղածին չափ սորվեցեք։ Ուրեմն ինքը Par ar գխոսի, երբ որ սուրբ քիրքի մեջ գսեն մեղրի եւ գաթի չեմ գիտեր շրջանը դերը ադիգա գսե օղի մեջ որ մեկ բաժիններն են okay օրգաններ ուղեղի մեջ Sorry, կրնամ մեկ հատ բան ասել, ասի գալի ես մեկ անգամ լսեցի։ Այո, հրամն է։ Գիները գործած են գոր հղի մնալու համար։ Ուզես մեկ հատ ստոպեն եմ վիդեոն։ Հա։ Կելի մրիկր, շատ խրտինիտ է և իրեն ամբեմը մտիկ բիտնեք հա։ Ուրեմն, աս պայնիել գլանդը որ գա, ուրեմն աս նյութին հետ գաբունեցող կոլոստրում պարն է։ Կոլոստրում պարը նորեն աս նյութն է և Սանտա Կլոզ է որ գսեն գաղանք բաբա Կլոզ պարը ասկե եկած է և երբ որ գսեգ որ շեմինեին վարգիշն է գաղանք բաբան աս նյութին հետ գաբունի որ աս յուղը որ գշինվի որ ուղեղի մեջը բիդի իշնե տեպի վար փոխերիգին նյութն է։ Այսինքն ամենը իրար հետ կապված են սիմվոլներով, բաներով։ Իսկ ասկե մեջ երբ որ նկատեք, օրինակ Վատիկանի մեջը սնոբարի քոնի արձանները կան, okay? Pineal gland-ը ուղեղի մեջ pine parը սնոբարին կուզն է, okay? Քոնն է։ Okay, ուրեմն աս մեր pineal gland-ը որը սնոբարի քոնի կնմանի։ Ուրեմն այդ pineal gland-ը մեր շատ կարևոր gland-ն է։ Եվ հիմակվա աշխարհը գործեն մեր pineal gland-ը քարացնել։ Ինչպես կքարացնեն։ Ուրեմն գիտեք դուք որ ֆլյորը շատ կարևոր է մեր ագրաններուն համար, իբրև թե։ Okay, բայց դերևս ալ բնավ կարևոր չէ։ Ֆլյորը։ Օրինակի համար մեր ագրայի տեղերում մեջ ֆլյոր գա, Ամերիկայի մեջ խմերիկ ջուրի մեջ ֆլյոր գա, մեր կոբը չեմ գածեր խմերիկ ջուրի մեջ գատեր։ Ուրեմն իրենք այդ ֆլյորը ինչու համար դրած են, ոչ թե մեր ագրաններուն վրա վախնելով, ֆլյորը դրած են, որպեսզի մեր pineal gland-ը քարանա։ Երբ որ քարանա, այլևս ասնյութը չի գնար ստեղծել։ Ադուրը շատ մարդիկ շատ սովորություններ գնեն, այսինքն այլևս բնական ագրայի տեղով գվերցինվին, շատ ուշադիր գլան, որ ֆլյոր չգործածեն, որպեսզի իրենց pineal gland-ը decalcify ըլլա, այսինքն իր մեջի եղած քարացումը, քարերը, կալսիումները ետ փճանան եւ ետ նորմալնա իրենց pineal gland-ը, իսկ այսօր մեկը գսեր, որ եթե աչքերիդ կոցեք, ասենք մենք կդստենք լույսեր, շեյպեր, ծևեր, կունավոր բաներ, չէ, իբրև թե մարդիկ կա, որ միան մութ կդստեն, սև կդստեն, բամը չեն դստներ ուրիշ, գսեր, որ ուրեմն անոնց pineal gland-ը կարացած է, okay, այնպես գիտնակ եթե ձեր pineal gland-ը կարացած է կամ ոչ։ Ուրեմն աս զեյթը որ գշինվի մեր ուղեղի մեջը եւ գիշնե մեր գլուխեն, ասենք թե մեր solar plexus-ին է որ հասնի որոշ բաներ գլա գիրականանա։ Ամեն մեկ շաքրայում որ կանցնի որոշ բաներ գիրականանա։ Անպայման մտի գրեք Քելի Մարիկերի նմար։ Իխոսած եմ։ Ուրեմն pineal gland-ը հիմա որ խոսեցանք այլևս աչքերից կզարնե ուր որ երթակ երբ որ սնոբարի կոնտրեր են ուրեմն գիտենք որ աս իրականության մասին եւ մենք գիտենք որ մենք 33 ողնաշար ունենք չէ ողնահարի մեջի ամեն մեկ բաժինը եթե հաշվեք 33 հատ է ուրեմն ինչպես Հիսուս մահացավ 33 տարեկանին
ասա սիմվոլիկ է, yəni աս 33 աստիճանները պետք է իջնե, ասենք թե այդ զեյթը, եւ 33 աստիճանները պետք է ելլե, որ փյուրեղանա եւ Հիսուսի հաստինք, ասենք թե։ Ուրեմն թիվը չկա, որ բադահական է գացել, օրինակ մասոնիզմի մեջը 33 աստիճան կա, չէ՞։ Ինչու համար 33 բադահական է։ Ոչ, նորեն նպատակավ է, որովհետև 33 աստիճան պետք է բարձրանա մեկը, որ փյուրեղանա։ Ուրիշ ինչ կնան գսել ասել մասին, շատ բաներ կա ասելիք, պետք է, ասենք թե այդ երկուքես օրը աղոթքով անցնենք, ձոմաբաղությամբ անցնենք, meditation-ով անցնենք, որպեսզի բարձրանա Գողգոթայի ճամփան, եւ ինչպես ասենք, մեր կյանքի մեջ 7 գետերը պետք է բահենք, ասենք թե սուտ չխոսիլ, նախանց չունենալ, ակահ չլալ, շատագերություն չնել, չկողնալ, չեմ գիտեր, ասի, եթե 7 կոմանդմենտներն են, չեմ գիտեր։ Okay, ասչապ, ուրեմն այսօրվա համար Christ oil-ի մասին, որովհետեւ ամեն մարդ մինչև քալ շաբաթ ինքը իր բնդրդուկները անե, գարել եղածին չափ, որովհետեւ քալ շաբաթ նորեն խոսենք այսօր մասին։ Okay, եւ ինչ գիտեք, որ աս մյուրոնը, որ մենք գշինենք եւ գոծենք, ասենք թե մգրդվողները, գապ չունի այս oil-ին հետ, դերևս սիմվոլիզմն է այս oil-ին, okay, մյուրոնը որ գշինենք։ Եվ վերադառնանք մեր ամեն անգամվա նյութերուն, անցյալ անգամ խոսեցանք, որ մենք գտնանք խոսակցիլ մեր աբակա անցին եւ մեր անցյալի անցին հետ։ Մեկը փորձեց, ասենք թե անցյալ երթալ եւ եթե համապատահած է շատ տրոմա պատճառով դուք ձեր անցին մխիթարեք, կամ մեկը փորձեց անել։ Ոչ, okay։ Ուրեմն եթե մեկումը կյանքի մեջ ասենք թե շատ բախաստու համապատահեցավ, okay։ Դուք ձեր մտքով կացեք այդ օրը եւ դուք նայեցեք դուք ցեզի այդ վարյան եւ առաջ որ այդ բախաստու կամ տրոմա պատճառով եղելությունը ելա դուք ցեզի պատրաստեցեք եւ ասեք որ հիմա այսպես դելա մի վախնար հետո ամեն ինչ լավ գլա գանցնի այսինքն խրախուսական խոսքեր ասել եւ չեք հավատար բայց Ադիգա շատ պիտոքն է, որ դուք հիմա ներգայիս ավելի լավս կաք։ Okay։ Եվ կամ ասենք թե դուք ձեր աբակային մասին անորոշություններ ունիք։ Գնաք խնդրել ձեր աբակա անցեն, որ կա եւ ցեզի հանգստացնե եւ կաղապարներ դա, որ դուք ինչ պետք է անեք, որպեսզի ձեր աբակային ճիշտ ինչքսեն որոշումներ արածելակ։ Okay։ Հիմա ասոր մասին մեկ այդ բացմություն մգաբատնեմ։ Անշուշտ չենք գնա պաստել իրական եղան ոչ։ Գսան, որ ամերիկացիները, չեմ գիտեր 1960-ականին, as back to the past կախնիկները կիցերն ինչպես կրնա մեկի ետալ անցյալին և գազեմ բատմեցից էզի։ Ուրեմն Աբրահամ Լինքոնին, իրենց նախագահին, որ 1800-ականներուն է ասենք, մեկը գղրկեն, և գսեն, որ հիմա որ բادرազմի մեջ էր ինքը, գսեն, որ օրինակ թշնամին հիմա ասինչ տեղեն պիտի հարցագի, տուն մյուս կողմեն պիտի մտնես և իրենց կթախտես։ Եվ Աբրահամ Լինքոնը այդ անցին, որ եկերը դա կաղապարը գուտարվոր, գհավադա և ըսածը գնե, Եվ ադոր համար է, որ Աբրահամ Լինքոնը գահախտը իր թշնամին։ Okay։ Ուրեմն
CIA-ը աս նյութերում մասին շատ մեծ փնտրտուքներ ըրած է։ Եվ հիմա ամենը on-line են եւ ամենուն արջև բաց են, գախնի չեն, որովհետեւ գազեմ օրենք մգա, որ 20 տարի վերջ պետք է ամեն ունեցածը ժողովրդին ցսնե, անոնք բան մգա գազեմ, ադոր համար հիմա աս ամեն գիտությունները on-line են։ Ուրիշ բանալ CIA-ը շատ փնտրտուքներ ըրած են եւ ասպաներում մեջը շատ խորացած են, բայց հիմա չեն խոսել անշուշտ 20 տարի վերջ կխոսեն հիմա ինչ կնեն որ։ Ուրեմն Hemi-Sync անունով նյութ մգա, որ շատ կարևոր է, որ մեր ուղեղը չէ որ աջ բաժինը կա եւ ցախ բաժինը կա։ Եվ ամեն մեկը իր դարբեր ֆրեկվենսին ունի։ Այդ վարքյան որ մենք երկու ֆրեկվենսիները կգնանք հավասարեցնել, նույնը անել, այն վարքյան կգնանք մեր կարողությունները ավելցնել։ Ուրեմն նորեն CIA-ը բացատրած է շատ մանրամասնորեն, թե ինչ պետք է անե մեկը, որպեսզի աս Hemi-Sync անե։ Եթե դուք նորեն հետաքրքրված եք ասոր մասեն, YouTube-ի վրա Hemi-Sync գրեք եւ ձեր արջևը գերեն ամեն ասնույթերը։ Remote viewing, ինչ է remote viewing, այսինքն հերվեն տեսնել, եթե գիշեք մեզի Զաբելը բախնած է ասոր մասին հաջող, որը որ իր ամուսինը գործողության էր, ինքը անկիդակտապար remote viewing գրած է, այսինքն ինքը իր նստած տեղեն, իր հոգին, ասենք թե գործողության սենյակ կացած էր և թիդած է գործողությունը։ Դու գալ, ասենք թե մարդիկ գնեն ասմեգը առանց կիտնալու, ասենք թե շատ մգահոք են իրենց զավագը ջամպորտ է, դուրսը, ինչ կնեգոր, հանգած իրենք կդեսնեն իրենց զավագը ինչ կնեգոր, որբեսի միտկերին հանգստացնեն։ Okay, ասի remote viewing է, և նույնիսկ ասոր ծևերը գա, որ ինչպես մեկը իր եղած տեղեն remote viewing կրնա անել։ Եվ դեսնե թե ինչ կնեգոր թիմացինում։ Եվ գսվի, որ Ամերիկա աս գախնի դեղերը, որ կան իրենց ինչկիտնամ զինվորական դեղերը, ոչ թե միան ֆիզիկական զինվորներ կան, այլ նաև հոգիով զինվորներ կան, որ մեկը remote viewing անելով չերտա իրենց գախնիկները չի դեսնեն։ Երևագայք որ ուրեմն հոգի վիճակի մեջ զինվորներ ունին, որ անպայման հոն գեցած են գախնի իրենց զինվորական դեղերը և չեն ծկել, որ հոգիով մարդիկ ներս մտնեն և դեսնեն ինչ կա, լրդեսության համար այսինքն։ Ուրեմն երևակայեցեք աշխարհը ուր է և մենք ուր ենք։ Իսկ քալով մեկ հատ խոսենք Դիզնեյի քարտոնզներում մասին։ Եթե մենք Դիզնեյի քարտոնզները դիտեք մեծի աչքով, մեջը ինչ ասեմ, հարյուրավոր գաղտնիքներ գրված են, ասկերաչ խոսած ենք ասոր մասին, բայց հիմա որ խոսենք որ օրինակ համար նորեն դիտեցեք և գտեսնեք, որ ինչով բաներ կա մեջը և բարձ աչքով որ դիտեք չեք տեսնել։ Okay, աս ինչ որ խոսեմ որ դերևս ամենը մեջը դրված է, բայց հասկացող օրինակ քիծողը դեսնեմ, բայց ասկե 100 դար առաջ որ քարտոնզներ գնային, մեջը ավելի information-ներ գտնեին, ավելի փարացիորեն information-ներ գտնեին, բայց հիմա at մեկը գեցուցած են, անկիդակ ծապար դրած են։ Հիմա հիշեցեք դրա չպիցե էտեսի։ Եկեղեցիները որ կան, աս հին եկեղեցիները Նոթր Դամի ստայլ, աս վիտրայի ձաղիգին մոդելով բադուհանները որ կան, ադոնք բադահապար չեն, անոնք գրված են, որ անդեղեն եկող լույսը որոշ ֆրեկվենսիներ ունենա և բժշկական կարողություն ունենա, բժշկելու կարողություններ ունենա։ Ադոր համար է, որ հիմա եկեղեցիները չեն գործածել, որպեսզի մարդիկ չբժշկվին, իսկ
Զանգը, որ գա, զանգագը անորցային է, նույնպես բժշկելու կարողություն ունի զանգագին ցայնը։ Անշուշտ ֆրեկվենսին պետք է ճիշտ լա, եւ ադոր համար ամեն զանգերը վերջուցած են Եվրոպայեն, որ մարդիկ չլավանան, չբժշկվեն։ Okay, իսկ sacred geometry-ն, այսինքն որոշ ցևեր մարդոց նորեն գիտակցությունը գիշկեն եւ այդ անձը գնա առողջանալ, ավելավ ապրիլ, ինչպես նաեւ արևուն ելնելը։ Եղեր ժամանակին ամեն հիվանդանոցները բաց սրահներ ունեին եւ հիվանդները արևուն գտնեին, որ աղեքնան։ Բայց մեկը հիմա գխոսի, որ արևուն եթե նստիկ ամեն օր գաղեքնակ ձեր հիվանդ ուտենեն։ Ոչ, մեկը չսեր։ Եվ շատ կարևոր է մեկը արևուն նայի արևածագին եւ արևմարին, որովհետեւ այդ արդվա գես ժամը եւ գեսօրը վերջվա գես ժամը արևը վնասակար ջարակայքներ չունենար եւ մեր աչքը չի վնասեր, գտնանք գես ժամ արդու առաջին արևածագը եւ գեսօրը վերջ արևմարը դիդել։ Okay, եւ դուք վստահ գիտեք, ասենք մեկը որ depression ունի, եթե ամեն օր արևուն քալե նույնիսկ կես ժամ, նապերապար իր հոգեբանությունը կփոխվի, depression-ը գերտա, այսինքն մենք անկիդակցաբար գիտենք արևուն ուժիչ հատկությունները, բայց մարդիկ գիտակցաբար գիտեն, գոկտակորձեն, բայց մեզի չնստերը մեզ մեկ կախնի գբահեն։ Ուրեմն, այս չոք այսօրվա համար պետք է գեցնենք այսօրվա մեր կասը եւ շուտով կտեսնենք։ Okay, բարի օր։ Okay. Bye bye. Ցտեսություն։ Merci. Bye bye.